Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք դիտել. То есть та льготу, которую получает Армения, это всегда за чей-то счет, это не с неба. Ռուսաստանը օր-օրի կոշտացնում է հռետորաբանությունը եւ ոչ միայն։ Մոսկվան նամակ է ուղարկել Երևան գազի մատակարարման պայմանագիրը խզելու հնարավորության մասին։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա։ Փաշինյանը սպառնալիքները անտրամաբանական է համարում։ 3 տարի է մենք այստեղ ենք։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահը ընտանիքի միջոցով ձայնային հաղորդագրություն է տարածել։ Ցմահ դատապարտված Դավիթ Իշխանյանը կապ է տեսնում Ադրբեջանում ընթացող դատավարության եւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների միջև։ Քարոզարշավի 20-րդ օրը Կոտայքում քաղաքացիական պայմանագրի առաջնորդը դարձյալ սպառնաց ընդդիմությանը։ Կալուգացի դու նստելու ես բանտում, Բեղրին տվող Քոչարյանը պիտի նստի բանտում։ Խուժանավարի, ճամփ ենք այնցերը տարել։ Ուժեղ Հայաստանի եւս 10 ներկայացուցիչ ձերբակալվեց ընտրակաշառքի կասկածով։ Արդեն որ չեն ձերբակալում, անհանգստացում է։ Հայաստան դաշինքի առաջնորդը Փաշինյանին համեմատեց Սահակաշվիլիի հետ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականաչափ փչացրած։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդն էլ խաղաղության երաշխիք է պահանջում իշխանությունից։ Դուք ցույց տա թուղթը, ստորագրած, իրա եւ ալևի։ Ես էլ ասեմ ապեք, ճիշտ եք ասում։ Ռուսաստանը օր-օրի կոշտացնում է հռետորաբանությունը եւ ոչ միայն։ Մոսկվան նամակ է ուղարկել Երևան գազի մատակարարման պայմանագիրը խզելու հնարավորության մասին։ Կրեմլի խոսնակն էլ այսօր ուղիղ տեքստով երեսով է տվել, պնդելով, թե արտոնյալ գինը օգնություն է Հայաստանի ժողովրդին Ռուսաստանի հաշվին։ Մոսկվայի զգուշացում սպառնալիքներին Կոտայքում քարոզարշավանող վարչապետ Փաշինյանն է արձագանքել, դրանք անտրամաբանական որակելով։ Հայաստան մատակարարվող գազի հնարավոր թանկացումն այլևս պարզապես ակնարկ չէ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է պաշտոնական նամակ են ուղարկել Երևան 2013-ին կնքած գազի մատակարարման պայմանագիրը խզելու հնարավորության մասին։ Գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնում է, թե այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանին ուղղված նամակ են փոխանցել։ Ես թեմային այսօր մամուլից եմ տեղեկացել, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նման գրություն չի ստացել։ Խուդատյանն այսօր ավելի վաղ պնդում էր, թե նման նամակ չեն ստացել, ինչին ի պատասխան Մոսկվայից նրան հորդորում են ճշտումներ անել արտգործնախարարությունից։ Գազը թանկացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում նաև Ռուսաստանի պետական դումայում։ Պատգամավորներից մեկն առաջարկում է վերանայել Երևանի արտոնություններն ու կապույտ վառելիքը միանգամից ավելի քան 2 անգամ թանկացնել, սակագինը շուկայական հարաբերությունների դաշտ բերելով։ Սպառնալիքներին անձամբ վարչապետ Փաշինյանն է արձագանքել, այդ քայլերն անտրամաբանական որակելով։ Թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք։ Եվ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այդ նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է ալնելու, Հայաստանը լինելու է միլիարդների եւ տրիլիոնների երկիր։ Մենք այլևս ենք կուչեկած։ Մենք այլևս ենք կուչեկած։ Պլեչին կակա ասող պետությունը եւ ժողովուրդը չենք։ Պետդումայի անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Լուգավոյն ավելի հեռուն է գնացել ու հայտարարել, որ գազի թանկացումը նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կհանգեցնի։ Մոսկվայի սպառնալիքներն այսքանով չեն եզրափակվում, հայտարարում են Հայաստանի մաքսային արտոնությունները չեղարկելու անհրաժեշտության մասին, հիշեցնելով ռուսական ցորենից կախվածությունը, հայկական գյուղմթերքի ու ալկոհոլային խմիչքների դեպի Ռուսաստան արտահանման ծավալները։ Պատգամավորն առաջարկում է նաև Հայաստանի Ռուսաստանից վերցրած պետական պարտքի վերաբերյալ ամբողջական աուդիտ անցկացնել, պնդելով, թե իրենք իրավունք ունեն պարտավորությունների պլանային կատարում պահանջել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, թե վաղն Աստանայում մեկնարկող ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգը բարդ է մեջբերեմ Հայաստանի հետ իրավիճակի պատճառով։ Գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ռուսաստանի նախագահի խոսնակը նաև պնդել է, թե Հայաստանն էժան գազ է ստանում Ռուսաստանի հաշվին։ То есть та льготу, которую получает Армения, это всегда за чей-то счет, это не с неба.
Это за счет Российской Федерации. Հայերի ստացած արտոնությունները օթից չեն, այլ միշտ ինչ-որ մեկի հաշվին։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա իրոք մեր ներդրումն է Հայաստանի զարգացման համար։ Այդ երկիրը եղբայրական է եւ շարունակում է մնալ եղբայրական, բայց դա մեր հաշվին է, դա մեր օգնությունն է Հայաստանին։ Это за наш счет, это тоже нужно называть вещи своими именами. Это наша помощь Армении. Դիմիտրի Պեսկովը չի բացառում, որ գազի սակագինը կարող է փոխվել, առաջարկելով Գազպրոմից ճշտել։ Կրեմլի խոսնակն այդուհանդերձ ընդգծել է, որ Աստանայում կանանալիք միջոցառումները մեջբերեմ Հայաստանի ճակատագիրը չեն որոշի։ Այժմ Հայաստանը գազը սահմանին գնում է 1000 խորանարդ մետրի համար պաշտոնապես սահմանված $165 սակագնով։ Այն սակայն կարող է տատանվել պայմանավորված կապույտ վառելիքի որակից, կալորիականությունից։ Հայաստանն այժմ ավելի խիտ գազ է ստանում ու այդպիսով վերջնական գինը հասնում է ավելի քան $175։ Ռուսները պարբերաբար շեշտում են, թե նույն գազը եվրոպացիները գնում են $600-ից էլ բարձր գնով։ Վարչապետ Փաշինյանը Մոսկվայի օրեցօր կոշտացող ռետորաբանությանն այսօր արձագանքեց, պնդելով, թե այդ քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում։ Որովհետև իրանք ընդհակառակը պետք է առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին։ Ասեն այ մենք էս լավ բանը կանենք, էս լավ բանը կանենք, իրանք հակառակն են ասում են մենք էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր հերթին հայտարարել է, թե ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի անդամակցության վերաբերյալ որոշումներ չեն կայացնի։ Օվերչուկը, որը վերջին շաբաթներին ըստ էության ամենահաճախն է Հայաստանի քաղաքացիներին հիշեցնում Ռուսաստանից տնտեսական կախվածության մասին, այսօր պնդել է, թե ԵԱՏՄ շրջանակում պայմանագրային դրույթները չեն պատրաստվում փոխել։ Պայմանագիրը փոխելու համար կոնսենսուս է պետք, եւ ինչպես գիտենք, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այնտեղ շատ լավ հասկանում են եւ առավելությունների եւ անդամ պետությունների հետ առևտրի ծավալը։ Իհարկե հայերը շատ լավ հասկանում են ԵԱՏՄ-ին անդամակցության առավելությունները եւ չեն ցանկանում դուրս գալ։ Նրանց երկրում քաղաքական ուժեր կան, որոնք հայտարարել են Եվրամիությանը մոտենալու ու անդամակցելու նպատակի մասին։ Բոլորը գիտեն, որ դրանք անհամատեղելի են։ Սա նոր իրավիճակ է, որը պետք է գնահատել։ Которые провозгласили своей целью сближение с Европейским Союзом. Թե Հայաստանի նկատմամբ կոնկրետ ինչ քայլեր կլինեն Աստանայի հավաքին դեռ պարզ չէ։ Մոսկվան խաղակարտերը ամբողջությամբ չի բացում։ Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա անդամակցությունը դադարեցնել, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել, ինչը Ռուսաստանն արդեն իսկ վերջին շաբաթներին անում է, վնասելով Հայաստանի տնտեսությանը։ Մոսկվան ֆիտոսանիտարական խնդիրների պատճառաբանությամբ արգելել է Հայաստանի ծաղիկների, հայկական որոշ տեսակի խմիչքների ներկրումը։ Տասնյակ բեռնատարներ կանգնած են ռուս-վրացական սահմանին։ Վարորդներին թույլ չեն տալիս այն կողմն անցնել։ Ես հանձնարարել եմ, որպեսզի մշակեն մեր տնտեսվարողներին աջակցության ծրագրեր։ Հայաստանն այժմ այլ շուկաների փնտրտուքի մեջ է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծում է, ակնկալում են Եվրամիության ֆինանսական աջակցությունը, որ հայկական ապրանքը եվրոպական խանութներ հասնի։ Առաջարկել եմ եվրոպական գործընկերներին, որտեղ իրանք շատ են սիրում խոսել աջակցությունից եւ այլնից, դե եթե այդքան շատ սիրում են խոսել, թող աջակցեն մեզ։ Բրյուսելն արձագանքել է էկոնոմիկայի նախարարի խոսքով հաշվարկներ են խնդրել։ Երևանը դրանք 3 է տրամադրել, թե ինչ չափի աջակցություն է Երևանին անհրաժեշտ, Պապոյանը չի հստակեցնում։ Իսկ ինչ ստորագրեցին 3 Զվարթնոց օդակայանում Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը։ Թրիփ նախագծի նախաստորագրված փաստաթղթով նախատեսվում է, որ սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման մի մասը կարող է իրականացվել մասնավոր օպերատորների միջոցով։ Միաժամանակ Երևանը պնդում է Հայաստանի ինքնիշխանությունն ու վերահսկողությունը լիովին պահպանվում են։ Ու մինչ իշխանությունները նախագիծը ներկայացնում են որպես տարածաշրջանային կապուղիների տնտեսական հնարավորությունների ընդլայնման պատմական շանս, ընդդիմությունը շարունակում է զգուշացնել հնարավոր ռիսկերի մասին, այն կապելով նաև Ադրբեջանի նախկին պահանջների եւ Իրանի վերապահումների հետ։ Հունվարին նախատեսվում էր, նախաստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթով 3 ամրագրվեց Թրամփի ուղու սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայությունների մատուցման համար Հայաստանը կօգտվի մասնավոր օպերատորների ծառայություններից։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը չհերքեց, ճանապարհով անցնող դարձողի առերես սպասարկումը, այսինքն շփումը, կարող է եւ երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել։
Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները նույնպես։ Ֆրոնտ օֆիսի գործառույթը կարող է երրորդ երկրի պատվիրակվել։ Կա արդեն խոսակցություն, հնարավոր է որոշ երրորդ երկրի հետ արդեն կա պայմանավորվածություն։ Պայմանավորվածություններ որևէ չկան։ Ես ասացի, մտքերի փոխանակություն կան տարբեր բաղադրիչների մասով տարբեր ընկերությունների հետ, բայց որևէ մեկը հասունացած չի այնքան, որ համարենք պայմանավորվածություն կամ նույնիսկ, չգիտեմ, իրագործման որևէ նախնական փուլ։ Շրջանակային համաձայնագրում նաև back-office մոդելի մասին է խոսվում, որը այսպես կոչված չերևացող կամ գրասենյակային աշխատանք է։ Հայաստանը ըստ Ամերիկայի հետ պայմանավորվածության պահպանում է լիակատար ինքնիշխանություն եւ իրավազորություն իր սահմանների եւ մաքսային գործառույթների նկատմամբ։ Ունի սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք, բայց միևնույն ժամանակ խոստացել է անցնել անվտանգային եւ մաքսային հսկողության ժամանակակից այնպիսի ընթացակարգերի, որ օպտիմալացնի դրանք։ Կօգտագործվեն նաև թվային գործիքներ, թրիփի կապը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ դյուրացնելու համար։ Հունվարին թրիփի գործնական կիրառության հայ-ամերիկյան փաստաթղթում թվային գործիքների մասին խոսվում էր անխոչնդոտ կապը դյուրացնելու համատեքստում։ Մինչև Միացյալ Նահանգների միջնորդությամբ անցած տարվա հայ-ադրբեջանական ապաշրջափակման պայմանավորվածությունները Ալիևը Հայաստանով Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչնդոտ անցում էր պահանջում այնպես, որ Ադրբեջանի քաղաքացիները հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը չտեսնեն։ Թրիփն ընդդիմությունը Ադրբեջանի պահանջած միջանցք իշխանությունը Հայաստանի համար աննախադեպ հնարավորությունների ճամփա է համարում։ Միանշանակ շահեկան են Հայաստանի Հանրապետության համար եւ աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար։ Հնդկաստանից Միացյալ Նահանգներ ճանապարհին Երևանում կարճատև այց կատարած պետքարտուղար Ռուբիոն թրիփը 3 պատմական նախագիծ համարել։ This agreement marks the biggest step to date on making this historic route a reality. Այս համաձայնությունը ամենախոշոր քայլերից է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ։ Չեմ հասկանում, թե ինչի են այս աստիճանի ներխուժվում, այսպես ասենք, ներքաղաքական տարածք։ Սա լավ բանի մասին չի խոսում։ Ընդդիմությունը քննադատեց ոչ միայն ընտրություններից առաջ Ռուբիոյի այցը, այլև շարունակեց խոսել թրիփի վտանգներից։ Ենթադրում եմ, որ Ռուսաստանին ցավացնելու կամ Իրանին ցավացնելու ինչ որ քայլեր է ձեռնարկվում եւ մենք գործիք ենք դառնում նաեւ այս process-ի համար, որը Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում։ Փաշինյանի կաբինետում մինչդեռ հայ-ամերիկյան թրիփը Իրանի եւ Ռուսաստանի համար միմիայն նոր հնարավորությունների պատուհան են համարում։ Նախիջևանից մենք ենք կապվելու երկաթուղով Իրանի երկաթուղային ցանցի հետ, մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գա, ասենք օրինակ Սևծով։ Այնպես որ Իրանը այստեղ հետաքրքրություններ ունի։ Հարցեր կար, փարատվեցին հարցերը եւ կփարատվեն եւ նաեւ պետք է հնարավորություններ հետաքրքրությունների մասին խոսալ։ Նույնը նաև ՌԴ-ի մասով կարող եմ ասել, մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնության համար են նաև հնարավորություններ ստեղծվում։ Թրիփի համաձայնագրի ստորագրումը արտգործնախարար Արարատ Միրզյանը շաբաթների հարց է համարում։ 49 տարի հայ-ամերիկյան ձեռնարկության 74%-ը կպատկանի Միացյալ Նահանգներին, 26-ը Հայաստանին։ Իսկ իր սահմանին հայ-ամերիկյան նախագծի շուրջ Իրանի դիրքորոշումը կարծես թե չի փոխվել։ Երևանում Տեհրանի դեսպանը այսօր մի կողմից ողջունում է ապաշրջափակումը, մյուս կողմից մտահոգություն հնչեցրել ամերիկյան ներկայության վերաբերյալ։ موضع ما موضع اصولی ما در بحث پروژه تریپ Մենք շատ դրական ենք վերաբերվում ու ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները հաղորդակցության եւ տարանցման ոլորտում Հայաստանի պոտենցիալի առումով։ Մենք նաեւ ասում ենք, որ պատրաստ ենք մաս հանդիսանալ ապաշրջափակման այդ գործընթացի, սակայն մյուս կողմից Իրանի հարևանությամբ ամերիկյան ցանկացած ներկայության վերաբերյալ մեր անհանգստությունը եւ մեր հոռետեսությունը պահպանվում է։ Հույս ունենք ամերիկյան ներկայությունը տարածաշրջանի ժողովուրդների միջև ճեղքվածքների առաջացման պատճառ չի դառնա։ داریم بخشی از روند رفع انسدادها باشیم.
Հանրապետության տոնին ընթരാճ Հայաստանի բանակի նոր զինանշանն է ներկայացրել Պաշտպանության նախարարությունը։ Ռազմական գերատեսչությունը պնդել է, թե նախորդը թերություններ ուներ, նոր տարբերակում ավելացել է Հայաստանի քարտեզը, փոխվել դրոշի եւ արծվի ներկայացման ձևը։ Նախորդ զինանշանը ընդունվել էր 2001 թվականի նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Իդեպ բանակի այս նոր զինանշանը մինչև Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացումը արդեն կիրառվում էր։ Օրինակ, մայիսի 28-ին ընթരാճ Հանրապետության հրապարակում տեղադրված պաստառների վրա։ Քարոզարշավի 20-րդ օրն այսօր քաղաքացիական պայմանագրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կրկին Կոտայքի մարզում էր եւ կրկին խոսքն ուղղեց ընդդիմությանը, մասնավորապես ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանին մեղադրելով նրան Հայաստանում լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։ Ուժեղ Հայաստան դաշինքը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իր քարոզչական հիմնական թեզերից մեկը դարձրել է այն, թե գործող իշխանությունների վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցիներ են վերաբնակեցվելու Հայաստանում։ Մինչդեռ իշխանությունը պնդում է, որ սա գոյություն չունեցող թեմա է, որը ընդդիմությունը մտցնում է ներքաղաքական օրակարգ։ Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման եւ դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Քարոզարշավի 20-րդ օրը վարչապետը դարձյալ սպառնաց գլխավոր ընդդիմախոսներին նետել բանտ։ Երեկվանից է վրդովված Նիկոլ Փաշինյանը գնացել է տուն փորձել YouTube-ով ոչ քաղաքական մի հաղորդում նայել։ Ընթացքում գովազդ է միացել, իսկ բովանդակությունն այսօր Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատմեց գրեթե բոլոր բնակավայրերում։ Ինչ որ մի բան եմ նայում, ֆիլմ եմ նայում, մեկը գովազդ ալ, մի հատ կին երեխու հետ մտնում ամանկապարտեզ հայերեն, գովազդ, ասում դե երեխուս բերել եմ մանկապարտեզ ընդունեք բան, տնորենն էլ, մանկապարտեզի տնորենը, տենց կիսա ժուպիտով, ասում դե գիտեք ինչ, Սաֆարովի երեխեքին ընդունել ենք, ձեր երեխեքին չեն կար, ես ասում եմ այդ հոլովակը նկարողը հոգեկան հիվանդ է, իսկ այդ հոլովակի պատվեր տղողը լրտեսա, կալուգացի դու նստելու ես բանտում տասնամյակներով, որպես Հայաստանի պետության դեմ գործող լրտես։ Տեսունը ինչքան մարտական եք դուք 300,000 ադրբեջանցիների մասին գրեթե ամեն օր հայտարարում են իշխանության գլխավոր ընդդիմախոսները։ Նրանք պնդում են, թե Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում ադրբեջանցիները գալու են եւ բնակվեն Հայաստանում։ Վարչապետը հայտարարեց, թե ընդդիմադիրները փորձում են բացել այս թեման, որն իրենք փակել են դեռ 2024-ին։ Այդ թեման իրանք լրտեսական միսիայով մտցնում են Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգ։ Մենք այդ թեման փակել ենք անդառնալիորեն 2024 թվին, ասելով հայտարարելով Լեռնային Ղարաբաղի շարժման ավարտի եւ շարունակելու մասին։ Այո, մենք փակել ենք 500,000 հայ Ադրբեջան վերադառնալու թեման եւ դրանով իսկ փակել ենք ադրբեջանցիների վերադառնալու թեման։ Նիկոլ Փաշինյանը սակայն չասաց, թե ինչու է այս, ինչպես ինքը ձևակերպեց փակված թեմայով Նախիջևանում հունիսի կեսերին կազմակերպվելու Վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն կոնգրեսը։ Անցած շաբաթ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել էր այդ փառատոնին, նշելով, թե դա խաղաղության խոսույթի մեջ չի տեղավորվում։ Քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը եւ դրա հովանավորումը կամ աջակցությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության եւ բարեդրացիության, միմյանց քաղաքական ուրեմն անկախության եւ տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի եւ գործընթացի շրջանակներում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։
Վարչապետը, որ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին եւ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանին անցած 20 օրերին կոշտ քննադատել ու տարբեր մեղադրանքներ է ուղղել, այսօր նաեւ ասաց, թե նրանք գալու են մեղրին տալու։ Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է քարոզարշավի անցած օրերին մարդկանց պատմել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այդուհանդերձ, որ ընդդիմադիրները մեղրին չհանձնեն, նա ընտրողներից այսօր մանդատ խնդրեց։ Այս պատերազմի երրագլուխ կուսակցությունը դրանք մեղրին տվողների խումբն է եւ իրանք պետքա Հայաստանի պետության համար դատվեն եւ տասնամյակով բաց նստեն։ Տվեք ինձ մանդատը։ Տվեք ինձ այդ մանդատը։ Ես ասում եմ, բոլոր գծերը անցել են։ Կալուգացի օլիգարխը Ռոբերտ Քոչարյանը, այն բելարուսացի են մեկը պետքա նստեն բանտ, իսկ տվեք այդ մանդատը, նրանք պետքա տասնամյակ անցկացնեն բանտում, եւ ես ձեզնից մանդատ եմ ուզում այդ պլանը իրագործելու համար։ Նիկոլ Փաշինյանը, որ համարում է Ղարաբաղյան հարցը փակելով երկիրը վերջապես դուրս է բերել թակարդից, այսօր Հայաստանի գոյությունը որպես պետություն կապեց TRIP ծրագրի հետ։ Ասաց, առաջիկա 100 տարին Հայաստանը գոյություն կունենա, որովհետև կա հայ-ամերիկյան TRIP նախագիծը 45 տարով, հետագայում եւս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Մենք մեր պատմության ընթացքում երբեք չենք ունեցել մի ժամանակաշրջան, որ մեր դիմացը 100 տարվա հեռանկար ունենանք։ Սա մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ է, որ մենք մեր դիմացը 100 տարվա պլան ունենք, եւ սա մեծ իրադարձություն է, եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ այդ իրադարձության առիթով։ Արամուսում անդրադարձավ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր դիրքորոշումների փոփոխությանը։ Նրան լսողներից մի կին առարկեց։ Վարչապետն անմիջապես հրահանգեց ոստիկանությանը հեռացնել այլ կարծիք ունեցող այդ կնոջը։ Ավելին հեգնեց քաղաքացուն։ Ոստիկանություն տարեք սուպերմարկետ։ Կալուգացին 200,000 դրամ տվեք, թող մտնի սուպերմարկետ առևտուրանի։ Սուպերմարկետ սխալ ուղղությամբ եք տանում, սուպերմարկետ տարեք, թող իր այսօրվա 200,000-ի առևտուրը անի։ Արցախի խնդրին, խաղաղությանը, թոշակին, ապահովագրությանը, սպասվող զորահանդեսին զուգահեռ Կամարից բնակավայրում վարչապետը հավաքվածներին նաև բացատրեց, թե ինչու է պերաշկի ուտում։ Ես պերաշկի ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ։ Այո, ես ուտում եմ, որովհետև երեխեքներն են ուտում։ Եվ ասում եմ, այս ընտրություններում պերաշկի ուտողները պետք է ընտրեն պերաշկի ուտողներին։ Կարտոֆիլ ուտողները պետք է ուտեն կարտոֆիլ ուտողներին։ Այս ելույթից հետո Նիկոլ Փաշինյանին արդեն ավանդական դարձած հյուրասիրության սեղանը ճոխ թվաց։ Ուտելիքն առատ էր, իսկ ինքն ընդամենը րոպեներ առաջ էր մարդկանց ասում, թե պերաշկի կարտոֆիլ ուտող սովորական քաղաքացի է։ ԹՊԱ-ականներն այսօր սեղանի շուրջ անցկացրին մոտ 10 րոպե։ Ալեն Սիմոնյանը չհրաժարվեց մսից, վարչապետը համտեսեց նախ ելակ, հետո միս, լավաշ, բանջարեղեն, խուրմա։ Մինչ Նիկոլ Փաշինյանը այսօր շարունակում էր պնդել, որ Սամվել Կարապետյանը նստելու է, հերթական ձերբակալությունները այսօր տեղի ունեցան Ուժեղ Հայաստանի շարքերում դարձյալ ընտրակաշարքի կասկածով։ Այսօր առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ հավաքվել էին ընդդիմադիր կուսակցության աջակիցների հարազատները եւ փաստաբանները վերջիներս պնդում են, թե իրենց չեն թույլ տալիս հանդիպել ձերբակալվածներին եւ մասնակցել քննչական գործողություններին։ Խոժանավարի, ճամփ ենք այնցերը տարել։ Մանվել Կոստանյանն առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեի մի մասնաճյուղից մյուսներ շտապել, որ իմանա, որտեղ է ձերբակալված որդին։ Ի վերջո հասել էր գլխավոր շենքի մոտ, որտեղ խմբված էին մյուս ձերբակալվածների հարազատներն ու փաստաբանները։ Այս պահի դրությամբ վաղ առավոտից ընդդիմադիր Ուժեղ Հայաստանի 10 աջակից է ձերբակալվել առերևույթ ընտրակաշարքի գործով։ Մարինա Սեթրակյանը 35-ամյա որդու հետևից Երևան էր հասել Մասիսի Արբաթ գյուղից։ Դե առավոտ շուտ եկել են, դուրս ցեցել են, երեխեն քնա
մնաց էր, հետո եկան ու տարան։ Ոչ ասել են ինչի համար են տան ու ոչ մի բան։ Սկզբից հեռախոսն են վերցրել, մինչև ինքը հագնվավ, տեղերից եկա, տարան։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մանրամասնում, թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալել ընդդիմադիրներին։ Չի մեկնաբանում նաև, թե ինչու կոմիտե շտապած փաստաբաններին թույլ չեն տալիս ներս մտնել ձերբակալվածների իրավունքները պաշտպանելու։ Ծանոթ գործելավոճ է հակակոռուպցիոն կոմիտեի, որովհետև սա առաջին դեպքը չի, անընդհատ կրկնվում է։ Սա հերթական ապօրինությունների շարանն է, որ մենք արձանագրում ենք։ Առավոտյան 9-ից փաստաբանները փորձում էին մուտք գործել հակակոռուպցիոն։ Յուրա Իվանյանն ու գործընկերները ձերբակալվածների տվյալներն էին հավաքագրում։ Ենթադրում եմ ինչ-որ վախի, սարսափի մթնոլորտ տարածելն է, որը որ իմաստ չունի։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ եթե նախկինում կարող էին ներս մտնելու հենց Միջանցքի հեռախոսից զանգահարել, տեղեկություններ ստանալ եւ հանդիպել ձերբակալվածներին, ապա վերջերս խոչընդոտների են բախվում։ Ասում եմ, լիազորված չենք համար տալու։ Խնդրել են, որ թույլ տվեք գնամ գրասենյակ դիմում գրեմ, որ անհապաղ մեր տեղեկություններով կան այդտեղ նաեւ հիվանդ մարդիկ ու ամենայն ոչ թե ամենայն հավանականությամբ ամենակիչը հոգեբանական բռնություն է գործադրվում իրանց նկատմամբ, քննչական գործողություններ է կատարվում առանց փաստաբանի։ Ձերբակալվածների շարքում են նաև Արբադ գյուղի 25-ամյա վարչական ղեկավար Մարիամ Սարգսյանն ու նրա ծնողները։ Փաստաբան Հայրապետյանն ասաց, մտավախություն ունեն, որ քննիչներն առանց իրենց հարցաքննություն կանցկացնեն, որ ցանկալի ցուցմունքներ ստանան, հետո էլ հանրային փաստաբաններ կներգրավեն։ Ձերբակալվածներից մեկի դեպքում հենց այդպես էլ եղավ։ Տիգրան Հայրապետյանը փաստաբանների մուտքի արգելքի մասով հանցագործության հաղորդում է ներկայացրել, ահազանգել է նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ ըստ նրա իրենց օգնելու փոխարեն ապացույցներ են պահանջել փաստաբան լինելու ձերբակալվածների հարազատների համաձայնության մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ազատությանը փոխանցեցին, որ փաստաբանի արտոնագիրը եւ այլ փաստաթղթերը պահանջել են, ելնելով անազատության մեջ գտնվող անձի վերաբերյալ տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտությամբ։ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը ինձանից ավելի շատ փաստաթուղթ է ուզում, քան քննչական մարմին։ Ասում եմ, ես պետքա վստահ լինեմ, որ ես ունեմ փաստաբանի արտոնագիր, որ հարազատը դիմել է ինձի, որ այդ մարդը իր հարազատն է, կարող ծննդյան վկայական էլ ուզեն։ Տիգրան Հայրապետյանը ուժեղ Հայաստանի բազմաթիվ աջակիցների է պաշտպանում եւ պնդում է, օրինակ 30 մեղադրյալից 14-ի դեպքում դատարանները ոչ միայն ազատ են արձակել նրանց, այլ համարել են չկակասկած, որ նրանք հանցագործություն են կատարել։ Հիշեցնում է գաղտնալսումների մասին ու պնդում, մեղադրյալները մեր ձևով կազմակերպության աշխատակիցներ են եւ այդ զրույցներում աշխատավարձերի թեմաներն են արծարծել։ 4-5 ամսվա հեռախոսային խոսակցությունները, այսինքն մարդիկ, երբ որ ընդունվել են աշխատանքի, հոկտեմբեր ամսին, նոյեմբեր ամսին, մեր ձևով հասարակական կազմակերպությունում աշխատավարձ են ստացել, դրանից բյուջե հարկեր է գնացել։ Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը, որ իր առանձնատանն է նախընտրական հանդիպումներ անցկացնում, այսօր գյումրեցի համակիրներին ասել է, թե բանտում գտնվող իրենց յուրաքանչյուր աջակից շարունակում է պայքարը։ Ամեն օր 10-15 մարդ մեզանից ձերբակալում են, չէ՞, մերոնցից։ Արդեն որ չեն ձերբակալում, նույնիսկ դա անհանգստացություն է, ինչ որ բան ոնց որ այսօր սենց չեն կարել։ Հակակոռուպցիոնը մինչդեռ գրեթե ամեն օր այս ուժի վերաբերյալ նոր վարույթների մասին է հաղորդում, դրանց կցելով գաղտնալսումներ, որոնցում տարբեր անձինք գումարների մասին են խոսում։ Փետրվարից ի վեր Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործությունների հոդվածներով 57 վարույթ է հարուցել ու դրանց գերակշիռ մասը վերաբերում է հենց Միլիարդատեր գործարարի առաջնորդած կուսակցությանը։ Համակիրների հետ փակ հանդիպմանը գործարարն ըստ տարածված տեսանյութի այսօր կրկին անդրադարձել է իր առանցքային թեզին, թե գործող իշխանությունը թույլ է տալու մոտ 300,000 ադրբեջանցիների վերադառնալ Հայաստան։ Իշխանությունները կտրականապես հերքում են, թե նման մտադրություն ունեն։ Քարոզարշավը Սյունիքում շարունակում է Հայաստան դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը այսօր էլ Գորիսում է խոսել վաղը մայիսի 28-ի նշանակված օրահանդեսի մասին։ Վարչապետ Փաշինյանը երեկ ասել էր, թե իշխանության գալով ավերակ բանակ է ստացել եւ հրավիրել մարդկանց տոնական զորահանդեսին ցույց տալու փոփոխությունները։ Քոչարյանը երեկ հիշեցրել էր, որ ժամանակին հենց ինքը Փաշինյանն էր հպարտանում հայկական բանակով։ Այսօր երկրորդ նախագահ Քոչարյանը ավելի հեռուն է գնացել եւ Փաշինյանին համեմատել Սահակաշվիլիի հետ, ակնարկելով, թե 2007 թվականի զորահանդեսը ինչի հանգեցրեց հարևան Վրաստանում։ Ռոբերտ Քոչարյանը քննադատում է վաղը Երևանում անցկացվելիք զորահանդեսը, որտեղ ցուցադրվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձեռք բերված սպառազինությունը, այդ թվում Ֆրանսիայից, Հնդկաստանից։ Երկրորդ նախագահն այսօր հիշել էր Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիին։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականաչափ փչացրած եւ արդեն արևմուտքից
որոշ զինտեխնիկա ստացած, զրամեքենաներ, ինչ որ բաներ եւ այլ, որը չնչիներ, բայց լավ ներկած, sense ցույց էին տալիս։ Գիտեք ինչ էր ասում։ Նենց բանակ կառուցեցինք, ռուսական բանակը քայքայված է, ասի գլուխը ցավը, լավ չես պատկերացնում, թե ինչ պատմության մեջ կարող ես հայտնվել։ Մայիսի 26-ին մի հատ շքերթ է անում, սիրուն, ներկած, դրոշներով, ամեն ինչով այդ տեխնիկայով, ուղիղ 2 ամիս հետո 3 օրում ռուսական բանակը հայտնվում է Թիֆլիսի մոտակայքում։ Թե ինչու էր այս պատմությունը հիշեցնում գորիսեցիներին, երկրորդ նախագահը չմանրամասնեց։ Արդյոք նկատի ունի, որ ռուսները նաև Հայաստանում կարող են ռազմական գործողություն իրականացնել։ Հայ-ռուսական հարաբերությունների թեման Քոչարյանի Սյունիքում հանդիպումների առանցքում էր։ Բարեկամ երկիր տեսնելով Հայաստանին, իրենք տեսնում են ոչ բարեկամ կառավարություն։ Եվ փորձում են այդ կառավարությանը հուշել, որ սա անվերջ չի կարող շարունակվել եւ սա հետևանքներ ունենալու։ Սյունիքով անցնող Թրամփի ուղու գործարկման համար էլ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի մասնակցությունն է տեսնում։ Հակառակ դեպքում վստահ է, նախագիծը տապալված է, բայց հարց է, թե ինչու պետք է Վաշինգտոնը համաձայնի։ Բանակցելու հարց է։ Դու փորձել ես դա անել։ Իհարկե չես փորձել։ Նույնիսկ այդ հավանականությունը, չեմ ասում 90%-անոց, նույնիսկ 10%-անոց հավանականությունը դու փորձել ես կյանքի կոչել, թե չես փորձել։ Չեն էլ փորձում։ Դուք ինչի եք որոշում են գլխից, որ դա հնարավոր չէ։ Երկրորդ նախագահը սակայն չհիշեց, որ 44-օրյա պատերազմից հետո այդ ճանապարհի գործարկման անվտանգությունը Ռուսաստանն էր ստանձնել, բայց մինչ դա տեղի կունենար, ռուսները հեռացան Արցախից ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերջնական մոռացության մատնվեց։ Հիմա Քոչարյանը համոզված է, Հայաստանը որևէ օգուտ չունի թրիփից։ Սա Միացյալ Նահանգների ծրագիր է Հայաստանի տարածքում Թուրքիա եւ Ադրբեջանի համար։ Հաստատ մեզ համար չեն դա անում։ Հաստատ։ Ադրբեջանի շահը ակնհայտ երևում է դա կապը Նախճիվանի հետ եւ կապը Թուրքիայի հետ։ Հակառակ Հայաստանի իշխանությունների Ռոբերտ Քոչարյանը տեսնում է արցախցիների վերադարձի հնարավորություն։ Պաշտոնական Երևանը այդ էջը փակել է, զգուշացնելով, որ նման հարց բարձրացնելու դեպքում ադրբեջանցիներն էլ իրենց վերադարձի մասին են խոսելու։ Արցախ վերադառնալու իրավունքը դա անբաժանելի իրավունքն է Արցախայության։ Եվ ես չեմ համարում, որ սա կոնֆլիկտացին է, երևի ռեալ չի այս պահի։ Խոսքը պետք է գնա երաշխավորված վերադարձի մասին։ Այո, ռեալ է։ Եվ դժվար է դրա դեմ պայքարել իրականում։ Օրինակ Ադրբեջանի համար շատ դժվար է լինելու, ինքը պետք է հիմնավորի, թե ինչու։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը նախորդ ընտրություններում երկրորդ տեղում էր 21%-ով։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման խորհրդանական ամենամեծ ընդդիմադիր ուժն այս անգամ գուցե չհաղթահարի անցողիկ 8%-ի շեմը։ Գագիկ Ծառուկյանը այսօր Գեղարքունիքի մարզում էր քարոզարշավ իրականացնում։ Խաղաղության երաշխիքներ էր պահանջում իշխանություններից, կոնկրետ փաստաթուղթ հստակ ստորագրություններով։ ԲՀԿ-ի առաջարկ Հայաստանին ծրագրի հիմքում ըստ Ծառուկյանի հենց խաղաղության երաշխավորումն ու սոցիալական արդարությունն են, որը այսօր ընդդիմադիր գործիչը չի տեսնում իշխող կուսակցության գործողություններում։ Մարդիկ պետք է հասկանան, իրապետեն, դատարկ չխոսեն, մարդկանց մասին մտածեն։ Մինչ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավով Գեղարքունիքի մարզում էր, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց Վանաձորում ԲՀԿ-ի օգտին ենթադրյալ ընտրակաշարք են բաժանել։ Կոմիտեն քրեական գործ է հարուցել, կան նաև ձերբակալվածներ։ Ավելի վաղ նույն հոդվածով գործեր էին հարուցվել Բարգավաճի Շիրակի ու Տավուշի գրասենյակների դեմ։ Ծառուկյանն իրավապահներին այսօր չարձագանքեց, բայց ինքն էլ իր հերթին ճնշումներից ու հետապնդումներից խոսեց առանց հստակեցումների։ Պարտադրելով, որով չկա գործից կա, հայ ժողովուրդ ջան, դուք ինչ մարդ կա, դուք տեղաց պահեք, մարդիկ վախում են գան, գործից անեն, վրեն ատ գրեն, երեխուն են, ցավը տանեմ, սենց երկիր կառավարեն չի լինում։ Ասելու բան ունենք, ելեք ներկայացեք։ ԲՀԿ առաջնորդը պնդում է իշխանությունը չի արդարացրել ընտրողների սպասելիքները, նա կրկին կասկածի տակ դրեց Փաշինյանի հիմնական թեզերից մեկը, որ հայ-ադրբեջանական խաղաղությունն այլևս իրողություն է։ Մի հատ նշան է սարքել, քարտեզ, դուք կպցնելու հայ ինչ էտ նորենք հայտնաբեր է Հայաստանը, մասնատելով, բաժանելով, ամբողջ ասենք թե տարածաշրջանի վարդուների վրա, ադրբեջանցիները բազաներ են սարքում, իրենք զորքեր են ակետերը դել են, մտել են մեր հողերը, հետ չի գնում, գյուղացին չի կարում, իրա տարածքը գնա մշակի, ասում են խաղաղություն ենք բերել,
Խաղաղություն բերել են Ժորժան, էլի եմ ասել, թող ցույց տան թուղթը, ստորագրած, փեչատած իրա եւ Ալևի, որ այսօրվանից խաղաղությունը ոչ թե մեկ իրավունք չունի, ոչ սահման խախտելու, ոչ կրակելու։ Ես էլ ասեմ ապրեք, ճիշտ եք ասում։ Ժորժան, սա բանավոր պայմանավորվածություն է, հիմնական խնդիրը Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է։ Վարչապետը մինչդեռ որպես ապացույց պարբերաբար հիշեցնում է Վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո սահմանին գեթ 1 կրակոց չի հնչել, ոչ մի զինվոր չի զոհվել ադրբեջանցու կրակոցից։ Թեև իշխանությունը կտրականապես հերքում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի վերաբերյալ պնդումները, արտգործնախարարն անգամ սա համարել է հիվանդ երևակայության արդյունք, Ծառուկյանն այսօր կրկին անդրադարձավ թեմային։ Ասում են, որ 300,000 ադրբեջանցի գալա Կարողացան, չկա այդպիսի բան, եղբայր բաց է, 2025 թվական դեկտեմբերի Ալիևի ասացը, այո, պետք է ադրբեջանցիները գան, բնակվեն, տանկերով չեն գալու, գալ են ավտոբուսներով, բայց նեղացեցիք, այսինքն զոր քաբերելու դնի։ Բելարուսի ու Ռուսաստանի հետ սերտ կապերով հայտնի գործարարը իշխանությանը կոչ արեց չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ, ընդգծելով արտահանման խնդիրները։ Ծառուկյանի ընկերություններից մի քանիսը զբաղվում են բանջարեղենի եւ ալկոհոլային խմիչքների արտահանմամբ դեպի ռուսական շուկա։ Այսօր արդեն մարդիկ իրենց մշակած ապրանքները չեն կարողանում տանել, չեն կարող վաճառել։ Դեռ իրենց աշխատողների գումարները տալիս են, բայց այդ սեփականատերը վարկավ է գալը, ծախսար է, կալուպրիկացան է, վարունգա, պամիդորա, ծաղիկա, փակել են, կոնյակա, որ չեն կարողանեն, ինչ են անելու, Եվրոպայում են վաճառելու։ Թող իրագլի կյանքում փորձել են, մի մեքենա Եվրոպա արտահանեն, վաճառեն նորացեն։ Ծառուկյանը գեղարքունիքցիներին հորդորեց օգնության տարբեր խնդրանքներով հունիսի 7-ից հետո իրեն դիմել։ Հիշեցրեց, թե չէ դրական խոստումն անգամ ընտրակաշարք կհամարվի։ Վստահեցրեց Հիսուսի արձանի եւ Նոյան տապանի կառուցման ծրագրերն ավարտի, աշխարհի 4 ծայրերից զբոսաշրջիկներ կգան ու միլիոններ կծախսեն Հայաստանում։ Մարտունեցի մի տարեց տղամարդ Ծառուկյանին Դավիթ Բեկի հետ համեմատեց ու Նաեւ դուք մեծ խաչապաշտ եք, այդ խաչը զոր լինի կամագին է դու մեր ժողովրդի, որ ախտենք։ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում խոստացել է Ծառուկյանի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն դարձնել, իսկ Արարատ ցեմենտ գործարանը պետությանը վերադարձնել։ Նրա դստեր Ռոզա Ծառուկյանի եւ վերջինիս ամուսնու Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատունն արդեն բռնագանձվել ու պետությանն է փոխանցվել։ 1900 քառակուսի մետրանոց առանձնատան պահպանության համար, սակայն կառավարությունը 7 միլիոն դրամ կծախսի։ Հանուն ունեցվածքի չեմ կարող հայրենիքս դավաճանել։ Ծառուկյանի երեկվա արձագանքն է իր ու ընտանիքի ունեցվածքը պետականացնելու վերաբերյալ հնչած քննարկումներին եւ հարուցված քրեական գործերին։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովին անկախ դիտոր դաշինքի անդամ Իրազե քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։ Ընդդիմադիր կուսակցությունը պնդում է, որ Յոհաննիսյանը կոնկրետ թիրախավորել եւ հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ, հիմնվելով սունկ կայքով հրապարակված նյութի վրա։ Դանիել Յոհաննիսյանը ազատությանը փոխանցել է, թե ինքը խախտում թույլ չի տվել, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնգօրյա ժամկետում կպատասխանի Լուսավորի դիմումին։ Հերթական զանգը Բաքվի բանտից Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ ՑՄԱՀ դատապարտված Դավիթ Իշխանյանը ընտանիքի միջոցով հրապարակված զայնային հաղորդագրությունում կապ է տեսնում Ադրբեջանում ընթացող դատավարության եւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների միջև։ Այս բանին վարչապետ Փաշինյանը շարունակում է պնդել, թե իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ հայ գերիների ազատ արձակման համար, միաժամանակ մեղադրելով ընդդիմությանը թեման ներքաղաքական պայքարի գործիք դարձնելու մեջ։
Ադրբեջանական դատավարության հայաստանյան քաղաքական զարգացումների արցախցիների հասցեին հայտարարությունների համադրությունից ցավալի եզրահանգման է եկել հայ գերիներից Դավիթ Իշխանյանը։ Այն անդհատները պաշտոնական անձիկ, որ մեր հետ շփվում էին, հարաբերում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացում էին, որ դուք այստեղ եք այնքան ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք, ինչպես կարող այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, որ ցավոք այդպես է։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահը ընտանիքի միջոցով նորից ձայնային հաղորդագրություն է հրապարակել։ Այս անգամ Իշխանյանը հանրության ուզում է պատմել իր տպավորությունների ու համոզմունքի մասին, թե ինչու են իրենք մինչև հիմա Բաքվի բանտում։ Ցավոք զարգացումները եւ այս դատավարության գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թվում Հայաստանում տեղ ունեցող քաղաքական զարգացումներին համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, որպեսզի ուրիշ կարծիք ունենանք, այլ այդ կարծիքը դառնում է համոզմունք, խաղաղություն եւ դատավարություն, շատ յուրահատուկ է։ Արցախցիների հասցեին ուղղված մեղադրանքների ու խոսքերի մասին էլ Իշխանյանը նշում է առանց անունների։ Վարչապետ Փաշինյանն այս նախընտրական արշավի ընթացքում ղարաբաղցիների հասցեին զգուշացումներն ու հռետորաբանությունը սաստկացրել է, հատկապես պայթեց արցախցի Արթուր Օսիպյանի հետ բանավեճի ժամանակ։ Ծպտունները Ղարաբաղի պաշտոնյա նախկին։ Ուրեմն չգիտեմ ինչ որ պսևդոէլիտայի ներկայացուցիչ է։ Մեկի ծպտունը դուրս չկա։ Մեկի ծպտունը դուրս չկա, ամեն ինչ չափկա սահման կա։ Մեկի վերընկեք տեղներդ, ներվերներիս հետ մի խաղացեք, վերընկեք տեղներդ։ Բոլորի համար էլ պարզ է ով է մեղավորը եւ ում գործունեության հետևանքով տեղի ունեցավ այդ ամենը, նշում է Արցախի նախկին պաշտոնյանն ու էլի առանց անունների։ Հատկապես վերջին զարգացումների վրա, երբ որ ղարաբաղցիների հասցեին ինչ որ այսպես ասած իրականությանը չհամապատասխանող բաներ է փոխանցում, բոլորի համար էլ պարզ է թե ով է մեղավորը, ով եւ ում այսպես ասած գործունեության արդյունքում այս ամենը տեղի ունեցավ։ Ինչևէ 3 տարի է մենք այստեղ ենք, մոտորապես 3 տարի է, պիտի ասեմ, ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու եւ ոչ կամքի ուժը մեզ չեն լքել եւ չեն դավաճանել։ Դավիթ Իշխանյանի այս հրապարակմանը իշխանական թևից դեռ չեն արձագանքել։ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ասաց, թե ամեն ինչ անում են հայ գերիներին ազատելու համար, ու միաժամանակ մեղադրեց ընդդիմադիրներին, թե նրանց ելույթները բացասաբար են ազդում այս հարցի լուծման վրա։ Ադրբեջանում էլ են, չէ, հետևում քաղաքական խոսույթի։ Հիմա տեսնում են, չէ, Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս։ Հիմա դա ազդում է այդ ընդհանուր process-ի վրա։ Իհարկե ազդում է։ Դավիթ Իշխանյանը դաշնակցական է, Փաշինյանը դաշնակցությանն ու հիմնական մրցակիցներին մեղադրում է Արցախը հետ բերելու մտադրությունների համար, բայց այդ ուժերից պնդում են, որ արցախցիների վերադարձի իրավունքն են առաջ մղելու, հետ բերելու մասին ոչինչ չեն խոստանում։ Այդ տրամաբանությամբ եթե նույն դաշնակցությունը մոտավորապես զարգացնում այն միտքը, թե ասենք օրինակ Ղարաբաղը հետ ենք բերելու, չէ, այսինքն տրամաբանական է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա միանա այդ բանին, այդ process-ին։ Ադրբեջանական ռազմական դատարանում ցմահ ազատազրկման դատապարտված Իշխանյանը շարունակվող ապօրինությունների մասին էլ է խոսում։ Մինչև հիմա նույնիսկ մեղադրանքի ու դատավճռի ամբողջական տարբերակը հասանելի չէ իրենց։ Բողոքարկել է դատարանի վճիռը նիստը հուլիսի 2-ին է։ Կարևոր պաշտպաններից մեկը, որ իր խոսքի ընթացքում բարձրաձայնեց, չհամբերեց պարզապես սպորտկաց եւ ասաց, որ մենք մեր սերունդների առջեւ ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար։ Դա էր ամբողջ գնահատականը։ Արցախցի նախկին պաշտոնյան 20 օր առաջ էր հազանգել իր նկատմամբ ապօրինությունների մասին, դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ ադրբեջանական կողմից ստանա մեղադրանքի ու դատավճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իր ընտանիքին։ Պաշտպան Մանասյանն արձագանքել էր, թե իր լիազորությունների սահմանները Բաքու չեն հասնում։ Անհրաժեշտ է հստակեցնել այցի նպատակը, դարձյալ նորից եմ կրկնում, սիրելի քաղաքացիներ, մարդու իրավունքների պաշտպանը, եթե կարծում եք, որ կարող է գնալ որևէ երկրում մշտադիտարկում անել ազատությունից զրկման վայրերում, դա այդպես չի լինելու։ Ես սպասում եմ, ամենայն դեպս եւ իմ ընտանիքը սպասում է։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե շինծու է, հաղթում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի
եւ պաշտպանենք մեր իրավունքները։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքվի բանտից ուղերձներ են հղել նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրանք ահազանգում են, որ այնինչ կատարվում է ադրբեջանական դատարանում էթնոքաղաքական վենդետա է հայ ժողովրդի դեմ։ Ռուբեն Վարդանյանն ուղիղ քննադատել էր Նիկոլ Փաշինյանին, նրա առաջին հանրապետության օրվա արդիվ ռազմական շքերթը որակել անբարոյականություն, երբ հայ զինվորականները Բաքվի բանտերում են ու զրկված տարրական մարդկային իրավունքներից։ Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությանը, որով վարորդական իրավունքից զրկված անձինք հնարավորություն կստանան վերականգնել այն առանց քննության անցնելով փորձաշրջան եւ ստանալով 6 տուգանային միավոր։ Խորհրդարանը նախաձեռնությունը քննարկելու է անհետաձգելի կարգով։ Վարորդական իրավունքից զրկված մի շարք անձինք պահանջել էին իրենց կրկին ղեկին վերադառնալու հնարավորություն տալ մայիսի կեսին ընտրաշավի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանից, ով խոստացել էր լուծում գտնել եւ արժանացել կարգազանց վարորդների դրվատանքին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում խոսելով օրենքի ընդունման անհրաժեշտության մասին ասել է, թե իրենք վարորդական իրավունքի վերականգնման մոդելն են փոխում եւ կենտրոնանալու են վարորդի վարքագծի փոփոխության վրա։ Խիստ սահմանափակ տուգանային բալային միավորներով պետությունը վերականգնում է իրավունքը եւ պայմանականորեն եթե մի անգամ հարբած վիճակում վարեց եւ 1-2 փոքր խախտումներ ունեցավ 6 բալը սպառվում է, որպեսզի սա էլ նաեւ պարզ լինի, որ մենք անծայրածիր հնարավորություններ չենք տալիս, շատ խիստ սահմանափակ միավորներ ենք տալիս, ընդ որում 1 տարվա տրամաբանության մեջ եւ փորձաշրջանի ավարտից հետո եթե ամեն ինչ հարթ է ընթանում, անձը գալիս է ստանդարտ ռեժիմին, որը 13 բալային միավորն է։ Եվ ծրագրի ավարտին մեկ լուր միջազգային մամուլից։ Իրանի պետական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել խաղաղություն հաստատելու վերաբերյալ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև փոխըմբռնման մասին հուշագրի նախնական ոչ պաշտոնական շրջանակի նախագիծը։ Ըստ փաստաթղթի Միացյալ Նահանգների զինուժը պարտավորվում է դուրս գալ Իրանի մերձակայքից եւ վերացնել ծովային շրջափակումը։ Իրանն էլ պետք է վերաբացի Հորմուզի նեղուցը եւ ջրային այս կարևորագույն ուղիով անցնող առևտրային նավերի քանակը 1 ամսում հասցնի նախապատերազմական մակարդակին։ Իրանցի եւ ամերիկացի պաշտոնյաները դեռ չեն հաստատել պետական լրատվամիջոցի տեղեկությունները։ Ու մինչ խաղաղության գործարք կնքելու հեռանկարը դեռ անորոշ է, Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքին գիշերը հասցրած հարվածի արդյունքում սպանվել է Համասի ռազմական նոր առաջնորդը։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք, նախատեսել հաջողություն։